Հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, այսօր դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը եւ ոչ արևմտյան Ադրբեջանի նախաձեռնությունը կազմակերպել են խաղաղության մոդելների մասին քննարկում։ Երևի սկզբում շատ կարճ աշխատակարգի մասին ես կունենամ ներածական ելույթ, ինչպես նաև այս միջոցման մոդերատորն եմ լինելու եւ ունենք շատ հարգարժան հյուրեր, որոնք երթով 10-15 րոպեի ընթացքում կներկայացնեն իրենց մոտեցումները խնդրի վերաբերյալ։ Ինչպես գիտեք, Հայաստանի իշխանությունը ընտրական գործընթացը ներկայացնում է մի կեղծ երկընտրանքի լույսի ներքո, նրանք այնպես են ներկայացնում, իբրև թե ընտրությունը գնալու է խաղաղության եւ պատերազմի միջև։ Սա իրականում կեղծ երկընտրանք է, Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, չկա որևէ լուրջ քաղաքական գործիչ, որը իր վարքագծով, խոսույթով, իր օրակարգով գեներացնի պատերազմ կամ նախադրյալներ ստեղծի պատերազմի համար։ Հակառակը, եթե մի իշխանություն կամ քաղաքական ուժ կա, որը պատերազմ բառի հոմանիշն է, դա հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն է։ Ուզում եմ ուղղակի շատ կարճ հիշեցնել, 2018 թվին այդ քաղաքական ուժի ընտրությունը պատերազմին։ 2021 թվի վերընտրությունը հանգեցրել է Արցախի կործանմանը։ 2026 թվին կոնի վրա դրված է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, եթե Աստված մի արասցե, այս իշխանությունը վերարտադրվի։ Հետևաբար, ընտրական գործընթացի ընթացքում ոչ թե պատերազմ, խաղաղություն, կեղծ երկընտրանքն է օրակարգում, այլ քննարկման թեմա պիտի դառնա խաղաղության մոդելների ընտրության հարցը։ Այն մոդելը խաղաղության, եթե դա կարելի է ընդհանրապես խաղաղության մոդել անվանել, որը որդեգրվել է Փաշինյանի կողմից, հիմնված է միակողմանի զիջումների, ուժի պարտադրանքի ներքո արված զիջումների, Հայաստանի քաղաքակրթական ինքնության դեմ անզուսպ պայքարի եւ նման բաների վրա, այլ խոսքով ասած, գործ ունենք սողացող կապիտուլյացիայի գործընթացի հետ։ Մյուս քաղաքական ուժերը բնականաբար խաղաղության իրենց մոդելներն են առաջարկելու, որը որևէ կերպ, կրկնում եմ, որևէ աղերս չունի պատերազմի վերսկսման, պատերազմի ռիսկի հետ։ Այսինքն պատերազմի այլընտրանքը խեղճությունը թշնամու բոլոր պահանջները անվերապահորեն ընդունելը չի։ Ես շատ կուզեի, որ այսօր մեր քննարկման առանցքում մյուս բանախոսներին եք խնդրեի, որ մի քանի հարցերի անդրադառնան մեր քննարկումների ծիրում։ Մեկն այն է, որ այս իրավիճակը խաղաղության չէ պատերազմի կներեք այս ռեժիմը լեգիտիմացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, դելիմիտացիա, դեմարկացիա ըստության ձևական բնույթ է կրում, որն ուղղված է, կրկնում եմ, Հայաստանից օկուպացված 240 կիլոմետր տարածքների օկուպացիայի լեգիտիմացմանը։ Վտանգներ է ստեղծվում դեմոգրաֆիկ էքսպանսիայի համար, որտեղ Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է խրախուսել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի կոնցեպտին, մենք տեսնում ենք, որ արդեն այդ ծրագիրը եւ պլանը դուրս է եկել Բաքվի կամ Ադրբեջանի ներքին լսարանի տիրույթից եւ միջազգային տարբեր կառույցներ ողողվում են այսպես կոչված վերադարձի կոնցեպտով, որը նույնն է, այդ արևմտյան Ադրբեջանի կոնցեպտն է, որը դեմոգրաֆիկ էքսպանսիայի դրսևորում է։ Երրորդը թրիփի հարցը։ Այստեղ շատ շրջադարձային իրադարձություններ են տեղի ունենում, որտեղ վերջի օրերի իրադարձությունները
ամբողջովին փոխելու են Թրիփի փիլիսոփայությունը։ Ես խորապես վստահ եմ, որ այն հակամարտությունը, որ այս օրերին ծավալվում է, իսկ ավելի ճիշտ կլինի ասել պատերազմը, մի կողմից, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ, ինչպիսի վերջաբանել ունենա, Թրիփը կորցնելու է իր ակտուալությունը։ Եթե օրինակ հաջողեն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, Հայաստանի այդ 42 կիլոմետրը կորցնելու է իր ստրատեգիական նշանակությունը, որտեվ եթե տեսականորեն ընդունենք, որ Իրանում ձևավորվելու է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար լոյալ իշխանություն, Թրիփի անհրաժեշտությունը վերանում է, որտեղ ըստ էության Թրիփի է վերածվում Իրանի տարածքը։ Եթե ստրատեգիական առումով Վաշինգտոնն ու Իսրայելը ձախողեն, դժվար է պատկերացնել, որ Միացյալ Նահանգները կարող են Իրանի քթի տակ նման նախագիծ իրականացնել։ Այնպես որ վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի բրենդը դարձած Թրիփը մեղմ ասած այլևս ակտուալ չի։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների ֆոնին։ Այս խաղաղության մոդելների քննարկումների ծիրում կենսական նշանակություն ունի նաև կամ պիտի քննարկվի նաև այս լույսի ներքո եկեղեցու դեմ իրականացվող անզուսպ հակասահմանադրական արշավը, որտեղ գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ մեր առաքելական եկեղեցու դեմ իրականացվող կամպանիայի հիմնական շահառուներից մեկը հենց Ադրբեջանն է, սա ուղղված է մեր քաղաքակրթության հիմքերի ոչնչացմանը, նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև Ադրբեջանի ֆորմալ պահանջը, կստորագրեմ խաղաղության պայմանագիր, եթե փոխվի Հայաստանի սահմանադրությունը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ նախ ես խորապես համոզված եմ, որ դա Ադրբեջանի համար պատրվակ է, որովհետև սահմանադրությունը փոխեցիր, վստահաբար Ադրբեջանը մի հատ ուրիշ օրակարգա բերելու մի հատ ուրիշ պահանջ։ Հիմա էլ ասելու է այդ վերադարձի կոնցեպտը պիտի ընդունեք, կամ անկլավները պիտի վերադարձնեք, կամ Հայաստան վերադարձած փախստականների համար պետքա սահմանադրական երաշխիքներ ստեղծեք եւ այլն եւ այլն։ Բայց եթե նույնիսկ Ադրբեջանը բավարարվի միայն այս պահանջի իրականացմամբ, ինչ են առաջարկում։ Ասում են ոչնչացրեք երրորդ հանրապետության քաղաքական հիմքերը, այսինքն դելեգիտիմացրեք երրորդ հանրապետությունը եւ որպես Ադրբեջանի ենթապետություն ընդունեք մեր վասալիտետի պայմանները։ Սա ըստ էության դա է նշանակում եւ եթե վերարտադրում ենք Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում, դա նշանակում է կանաչ լույս վառել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման համար, դա նշանակում է լույս վառել դեմոգրաֆիկ էքսպանսիայի համար, դա նշանակում է մեր պետության եւ ժողովրդի քաղաքակրթական հիմքերի դեմ պայքարը լեգիտիմացնել։ Մոտավորապես սա է ռեալ իրավիճակը, որ ստեղծվել է եւ ես ակնկալում եմ այսօր մյուս բանախոսների ելույթներում լսել սրա մասին դիտարկումներ։ Հիմա սիրով ձայնը փոխանցում եմ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին։ Ողջունում եմ նախաձեռնությունը, նաև քննարկմանը այլ ոլորտների մասնագետներ այս թեմայի շուրջ կարծիք բարձրաձայնելու, որովհետև այնինչ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի օրվա իշխանություններից, դա մեր պետականության եւ մեր ժողովրդի համար գոյութենական է։ Հիմա եթե ավելի առարկայացնենք, ինչ ասել է Արևմտյան Ադրբեջան։ Եթե մինչ այդ խոսույթը 300,000 իբր փախստականների վերադարձն են, որոնք ըստ Ադրբեջանի նախագահի
դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից 88-91 թվականներին, որ իրականություն չէր համապատասխանում, որովհետև 85 թվականի ժողովրդագրական վիճակով մոտ 100-110 հազար ադրբեջանցի ապրում Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա այդ 300,000-ը ինքը կարող է վերադարձի ժամանակ մի կլորիկ թիվ դառնալ 1 միլիոն։ Ոսիկ դուրս եկածն է իրենց ժառանգներով։ Բայց այստեղ մի բան է Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած եւ վերադարձող, որոնք բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացի են դառնում։ Մի բան է պետական կազմավորման անվանում Արևմտյան Ադրբեջան։ Սահմանության փոփոխությունը, որի պահանջատերը եւ շահառու առաջներթին Ադրբեջանն է, նպատակ է հետապնդում ոչ այդքան անկախության հռչակագրից հրաժարվելու, Արցախի հարցը իրավական առումով որից է ձևով մեր մայր օրենքում չարծարծվելու, ցեղասպանության թեման փակվելու, որքան նոր մայր օրենքը ըստ իս եւ իմ համոզվածությամբ երկու խիստ վտանգավոր ձևակերպումներ կարող է լինել։ Այն, որ այդ նոր մայր օրենքում եկեղեցու կարգավիճակն է զրոյացվելու ակնհայտ է մեզ համար, հա, եւ այլ խնդիրներ, բայց ես երկու դրվագի վրա եմ ուզում, հա, ներառել։ Պատկերացրեք Հայաստանը վերադառնում պոտենցիալով եւ Ալիևը ներկայացնում է իր ժողովրդին 1 միլիոն մարդ։ Ինչ ասել է 1 միլիոն մարդ, որոնք պետք է գան մի կազմավորման մեջ ապրելու։ Եթե Արևմտյան Ադրբեջան կա եւ Հայաստանի Հանրապետություն, չեք կարծում, որ միջին թվաբանական է հանվելու։ Այսինքն անգամ պետության անվանումը կարող է փոխել։ Հայաստանի եւ Ադրբեջանի, ասենք, չգիտեմ, ժողովրդավարական հանրապետություն։ Ադրբեջանն էլ է լինելու։ Ինչ եք կարծում, եթե դա փորձեն կյանքի կոչել, Հայաստանում մեծ արտագաղթ չլինի, վստահաբար լինելու։ Այսինքն 1 միլիոն հայ, 1 միլիոն ադրբեջանցի, իսկ պետք է Ադրբեջանը, ադրբեջանցիները, որոնք վերադառնում են Հայաստան, ստատուս չունենան, իրավական առումով։ Եվ այն, որ պարոն Սյունյանցը ասում է Ադրբեջանի ենթապետություն, մենք հիմա ենք ենթապետություն, ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի։ Այսինքն կառավարման առումով նրանք շատ հարցեր իրենք են լուծում, որոշումներ այնտեղ են կայացնում։ Ես կարծում եմ ստեղծվել է նոր պետություն, որտեղ Ադրբեջանը մասնաբաժին է ունենալու, ասենք 50-50 կամ 51-49 այդ նոր պետության մեջ։ Սա առաջին, երկրորդ, այդ նոր սահմանության մեջ ըստ իս պատրաստվում է մի խիստ վտանգավոր հոդված նաև։ Հայաստանի եւ Ադրբեջանի միացյալ, ասենք, ժողովրդավարական պետությունը կամ հանրապետությունը ինքը պետք է չեզոք պետություն լինի։ Այսինքն չեզոք նշանակում է, որ այդ նոր պետությունը իրավունք չի ունենա անդամակցել որևիցե ռազմաքաղաքական դաշինքի, որն է առաջին հերթին հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը 1, այսինքն ավտոմատ կերպով մենք հապկից դուրս ենք գալիս։ Եվ երկրորդ, նոր սահմանադրություն, մայր օրենք եւ օրվա իշխանությունները ասելու են, որ մենք վերանալու ենք Հայաստանի եւ այլ պետությունների միջև կնքված բոլոր պայմանագրերը, այդ թվում ռազմական, տնտեսական, քաղաքական։ Վերանայում են 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի հետ կնքված պայմանագիր, որով Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի Իրանի սահմանին Ռուսաստանի Դաշնության անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ ուղեկալներն են իրենց անձնակազմով եւ երկրորդ 1995 թվականին կնքված պայմանագիր ռազմական համագործակցության, որով 102 ռազմաբազա կա Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն վերանայում են այդ երկու պայմանագրերը, որով ուղղակիորեն Հայաստանից դուրս է բերում ռուսական զինական ներկայությունը։ Ես կարծում եմ այդ սահմանությունը իր մեջ շատ ավելի լուրջ ական է պարունակում մեր ներկայիս հանրապետության չգոյության, իսկն թեման փակվում է նոր պետության ստեղծման եւ այդ պետությունն երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության դրոշի ներքո ունենալու է այլ կարգավիճակ։ Ընդ որում դուք պատկերացրեք, եթե ադրբեջանցիները վերադառնում են Հայաստանի, դե օրերս մեզպիսի տեղեկատվություն տարածեց, որը ապացուցում է, որ օրվա իշխանությունները գործնականում արդեն գետնի վրա ամենաբարձր մակարդակով փորձում են կյանքի կոչել Արևմտյան Ադրբեջան պրոյեկտը։ Ուրեմն Գիտությունների ազգային ակադեմիայում կարող եմ մասը տեղարկեք, Գիտությունների ազգային ակադեմիայում նոր
Պատմության ինստիտուտն է, հա, պատմության ինստիտուտի նոր տնօրեն է նշանակում, որը ինստիտուտի գիտական ղեկավար կազմի հետ հարցերի քննարկման շրջանակում նոր օրակարգի նոր հարց է մտցնում։ Ուրեմն Հայաստանի նոր քարտեզում պետք է նշվի ադրբեջանական այն անվանումները եւ այն շրջանները, որոնք գոյություն ունեցել մինչեւ, ասենք, 1991 թվականը։ Սկզբից քարտեզի հիման վրա պատրաստված տեղեկագիր, այո, քարտեզն է առաջինը, անվանումներ, բնակավայրեր, այո, ընդ որում ասում է, որ կադաստրից է այս պատվերը, կադաստրը ինքը լծվել է այդ աշխատանքի, ավելին խուլ, այսպես դժգոհության առաջին ֆոնը գիտնականների կողմից փորձում է նորանշանակ ինստիտուտի նորանշանակ տնօրենը գայթակղել գումարով, ասում է, որ պատվեր կարող է լինել այս աշխատանքի համար մեծ վճարներ եւ այլն եւ այլն։ Հիմա այդ քարտեզի հիման վրա պատրաստվելու է տեղեկագիր։ Իսկ գիտեք ինչ ասել է տեղեկագիր։ Օրինակ նշելու է, որ հիմա Ալիևը ասում է 300,000։ Հիմա այդ տեղեկագրում դի նշվի, թե Հայաստանի որ շրջաններում, որ մարզերում այդ 300,000-ը բնակվել է 88-91 թվականներին։ Այսինքն պետական մակարդակով Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի մակարդակով, կադաստրի մակարդակով, այսօր հող է նախապատրաստվում այդ 300,000 կոչվածի իմ խորին համոզմամբ մոտ ապագայում 1,5 միլիոն ադրբեջանցիների Հայաստան ուղղակիորեն գալու։ Շատ բնական է, որ դրա դեմ դիմադրություն է լինելու։ Շատ բնական է, այսինքն մարդիկ չեն տալու իրենց ոչ բնակավայրերը, ոչ տները, ոչ գյուղնշանակության հողատարածքները եւ այլն։ Իսկ ինչպես է լինելու։ Օրինակ հետաքրքիր է։ Կա նման պրակտիկա, իհարկե կա։ Նայեք Իսրայելի պատմությունը։ Հորդանանի արմենցյան ափ, Գոլանի բարձունքներ։ Գալիս են հրեա վերաբնակները, արաբները այսպես սկզբից դիմադրում են կոնֆլիկտ, քաշքշոց, հա, ձեռնամարտ, բայց վերաբնակները հստակ խնդիր ունեն, գիտան, այդտեղ ապրեն, ընդ որում արաբներին քշելով։ Եթե դիմադրությունը արաբների կողմից արդեն հասնում է սառը զենքերից տաք զենքի, վերաբնակների հետևից ով է գալիս, ցախալի Իսրայելի պաշտպանության բանակի զորքը, զինյալները, զրահատեխնիկայով եւ ավտոմատներով։ Եվ այդ արաբների մեծ մասին ուղղակի քշում են։ Այսինքն սա ես ասում եմ, թե ինչպես կարող է լինել։ Կա պրակտիկա եւ այդպես է լինում է։ Այնպես որ մեզ այսօր պարտադրում են նման սցենար, որով խնդիրը քաղաքական կողմնորոշում, երկրի տնտեսության զարգացում, դաշնակիցների ընտրություն դա չի։ Մենք ֆիզիկապես, այ օրինակ մենք այստեղ նստածներս, մեր արզատները մարզերում, շրջաններում, Հայաստանում ապրելու են թե ոչ։ Այ խնդիրը դա է։ Մենք ուզում ենք, որպեսզի հարցը բարձրացվի այդ մակարդակի։ Յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի իմանա, որ վաղը չմիսօրը օրինակ Երևանի մի թաղամաս կար, որտեղ երկու թաղամաս, որտեղ ադրբեջանցիներ են բնակվել։ Մեկը կոնդում է, շատ փոքր էր, եւ մյուսը կինոռասիայի հարևանությամբ։ Հիմա պատկերացրեք, այդ ադրբեջանցիները գալիս են, ասում են մենք մեկ տներն ենք ուզում։ Հա, վատ է, խարխուներ, այս տարածքն ենք ուզում։ Հիմա այդ տարածքի տեղը բարձրահարկ նորակառույց շենքեր են, եւ ինչ է կարծում։ Ադրբեջանցիներին ինչ են ասելու։ Ասել են այդ շենքերում առնվազն մի քանի բնակարան։ Բայց այստեղ տուն եմ ունեցել։ Այս է փաստաթուղթը, վկայականը։ Հիմա չկա, նորակառուցեք, ես էլ իրանք ունեմ։ Այդ տարածքից մի քանի բնակարան։ Եթե ոմանց թվում է, որ սա բան է, երազ է կամ հեքիաթ է, ես ես վստահեցնում, սա խիստ իրականություն կդառնա, եթե այս ամեն ինչի դեմը մենք հավաքական առումով մեր երկրի քաղաքացիների ընդդիմությունը դեմը չառնենք։ Առայժմ այսքանը, շնորհակալություն։ Պարոն Նահապետյան, մի հարց փաստորեն, եթե ամփոփենք ձեր խոսքը, ստացվում է, որ այն խաղաղության մոդելը, պայմանական դա խաղաղության մոդել համարենք, որ այսօր առկա է հայ-ադրբեջանական հարաբերություններում, բերելու է ըստ էության ձեր խոսքից կարելի է ընդհատել Հայաստանի Հանրապետության ոչնչացմանը կամ դրա փոխակերպումը
ասենք հայ-ադրբեջանական պետության, ճիշտ հասկացա։ Այո, միայն այդպես։ Եվ դրան էլ տանում են օրվա իշխանությունները, դրան էլ տանում են։ Ընդ որում ասեմ ձեզ, դա օրվա իշխանությունների մեծագույն ցանկությունը չի, դա Ադրբեջանի պահանջն է, որոնք հլու հնազանդ օրվա իշխանությունները կատարում են։ Իրենք այլընտրանք չունեն, որտեղ իշխանության ղեկին մնալ նշանակում է գին։ Իրենք Հայաստանում կոլաբորանտ իշխանություններն են, այսինքն մարտի դաշտում ճակատամարտը հաղթած ոչ պատերազմը պետության կողմից իրենց պահանջների անվերապահ կատարում, որոնք լծվել են Հայաստանի այսպես կոչված իշխանությունները։ Շնորհակալություն։ Ելույթի համար խոսքը տալիս եմ Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյան։ Շնորհակալություն, ես առաջնորդվելով ձեր մատնանշած թեմատիկ պատկերացումներով, պարոն Սուրենյանց, առանձնացրել եմ 3 բլոկ իմ խոսքը կառուցելու, մեկը վերաբերում էր խաղաղություն թե պատերազմ, այսինքն այդ առաջադրվող երկընտրանքը, մյուսը արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների հնարավոր բնակեցում Հայաստանում եւ երրորդը թրիփ դրա հնարավոր ճակատագիրը։ Առաջինի իմաստով ես կարծում եմ, որ իսկապես այլընտրանքի հնարավորություն կա հիմա, որովհետև պատերազմական ուժը, որը մեր երկրին բերել է պատերազմ, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Նրանք պաշտոնավարել են Հայաստանում մոտավորապես հիմա պաշտոնավարում են 8-րդ տարի, 7 տարի, եւ Հայաստանում այդ ժամանակահատվածում եղել է 7 պատերազմ։ Ես կարող եմ ամսաթվերով ասել, նաեւ մեր հեռուստադիտողների հիշողությունը թարմացնելու համար, 2020 թվականի հուլիս, տաղուշ, լայնածավալ պատերազմ եւ ընդամենը մեկ դիրքի պահպանությունը որպես քաջագործություն ներկայացնելով, հետագայում ինքը 24 թվականին այդ նույն տարածքից 4 գյուղ հարակից տարածքներով, ուղղակի ականազերծումով հանձնել է թշնամուն։ 2020 թվականի 44 օրյա պատերազմ, որը եղել է Արցախյան տարեգրության ամենածավալուն ռազմական գործողությունները եւ ամենածանր ողբերգական հետևանքներով բոլոր իմաստներով։ 2021 թվական Գեղարքունիքի մարզ շորժայողությամբ ադրբեջանական ներխոժում։ Դա բավականին ծավալուն ռազմական գործողություններ էին, որտեղ մենք ունեցանք եւ զինվորական անձնակազմի եւ տարածքի զգալի կորուստներ։ 2021 թվական Սև լիճ, Սյունիքի մարզ, 2021 թվական Իշխանասար, 2022 թվական պայմանականորեն ասում են ջերմուկ պատերազմը, բայց դա ընդգրկում էր 3 մարզեր՝ Գեղարքունիք, Վայոց-Ձոր, Սյունիք, լայնածավալ գործողություններ, թշնամու առաջխաղացում առաջնային դիրքերում։ 2023 թվական Արցախ, այդ 10 ամսվա շրջափակումից հետո մեկօրյա պատերազմ, որը հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափման։ 7 ակտիվ պատերազմ են ունեցել, բոլորն էլ կորստաբեր իրաց պաշտոնավարման շրջան։ Հիմա այդ մարդիկ, ովքեր մեր երկրին բերել են 7 պատերազմի 7 տարում, ասում են մենք խաղաղություն ենք բերում։ Եվ մյուս բոլոր քաղաքական ուժերին անվանում են պատերազմի կուսակցություններ, իրենք դիրքավորվել են խաղաղություն բերողի դաշտում, երբ որ իրանք պատերազմ բերողն են։ Ես սման աբսուրդ ուղղակի ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել ու հասկանալ։ Այսինքն եւ այն ինչ որ ներկայացվեց, ես ամբողջությամբ եմ կիսում Նահապետյանի ասածները, որ հիմա գալով հաջորդ թեմային, Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցումը դա պատերազմ հրահրելու Հայաստանի ներսում։ Եվ շատ բաներ կա, որ Նահապետյանը ներկայացրեց իբրև ենթադրություն, բայց ես կարող եմ դրանց վերաբերյալ Ալիևի ուղիղ խոսքի մեջ բերումներ անել։ Որ ասում եմ, եթե ադրբեջանցիներն եկան այստեղ բնակվելու եւ կոնֆլիկտներ առաջացավ այրել, բերելով այդ արաբներն Իսրայել, Ալիև այդ լուծումը տվել է, պարոն Նահապետյան։ Ասում եմ, որ Հայաստանի տարածքում վերաբնակեցվող ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովեն Ադրբեջանի համար բարեկամական երկրների ուժեր։ Նրանց անվտանգ, այսինքն Ադրբեջանի համար բարեկամ երկիր, ճիշտ ասած, ես Թուրքիայից բացուրից ոչ մեկի դելևոր չեմ պատկերացնում։ Նույնիսկ տարածաշրջանում ակնհայտ։
Ու նաև դրա համար, անկեղծ ասեմ ձեզ, պայմանագրի իրավական հիմքն էլ է ձևավորվել։ Ինչ ոնց որ երկար ժամանակ է, մեզնից ոչ ոք չի խոսում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության մասին։ Այդ առաքելության մեջ, կարճ ժամանակ անց առաքելության մեկնարկից, մի հատ շատ յուրահատուկ քաղաքական որոշում կայացվեց։ Առաքելության մեջ ընդգրկվեցին երկուական դիտորդներ Եվրոպական միության անդամ չհանդիսացող ՆԱՏՕ-ի անդամ երկրներից՝ Կանադա եւ Նորվեգիա։ Պարզա չէ, որ այդ կանադացի երկու դիտորդի կարիքը որպես անձնակազմ չկար, ցանկացած այլ երկրից եւս երկու դիտորդ անհրաժեշտության դեպքում կարող էր ներգրավել։ Պարզա որ Եվրամիությունը ֆինանսական ճգնաժամի առաջ չէր կանգնած, որ երկու մարդ չէին կարող պահեն, որ Կանադայի կառավարությունը հոգ տանի երկու հոգու։ Այսի քաղաքական որոշում է, որ Եվրոպական միության առաքելության մեջ կարող է լինել նաև ԵՄ անդամ չհանդիսացող, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկիր։ Իսկ այն որ երկիրն է, որ ԵՄ անդամ չի, բայց ՆԱՏՕ-ի անդամ է։ Ես էլ եմ կարծում, որ դա դրություն է։ Այսինքն այդ նախադեպի ստեղծումը նպատակ ուներ դա անելու, իսկ մի ուրիշ որոշում էլ կայացվեց, ընդ որում շատ արագ, ռեկորդային, ընդ որում այդ կարգի համաձայնագրերը սահմանադրական դատարանում, չգիտես ինչի, այդ մի Եվրամիության համաձայնագիրը ՍԴ-ի պատմության մեջ ռեկորդային արագությամբ եղել, որ ՍԴ-ն մուտք անում միջազգային պայմանագիր ու կարծեմ 4 օր հետո տալիս է որոշում, որ դա համապատասխանությունը սահմանադրության ու ազգային ժողովը անմիջապես վավերացնում է։ Դա Եվրամիության քաղաքացիական առաքելությանը վերաբերող պայմանագիրն էր, որին տրվեց միջազգային կազմակերպության, այսինքն դիվանագիտական ներկայացության կարգավիճակ, որով ԵՄ բոլոր դիտորդները ստացան դիվանագետի կարգավիճակ, ունեն անձեռնմխելիություն, նրանց պատկանող տրանսպորտային միջոցները ըստ այդ համաձայնագրի, որը ոչ միայն ավտոտրանսպորտային միջոցներ են, այլև կարան ունենան օդային փոխադրման միջոցներ, այսինքն նաև ուղղաթիռներ Հայաստանի տարածքում, նրանք չեն վերահսկվում, նրանց կողմից ներմուծվող, նրանց կողմից արտահանվող այդ կազմակերպության ապրանքները ոչ միայն չեն մաքսազերծում, այլև մաքսային ստուգման չեն անցնում։ Եթե նրանք դիվանագետներ են, կատարում են որոշակի որևէ գործողություն, նրանք քրեական հետապնդման չեն ենթարկվում, որտեղ անձեռնմխելիությունը դա է ենթադրում, եւ ազատված են բոլոր տեսակի հարկերից։ Իսկ Եվրամիության դիտորդական առաքելության կազմով է որոշում Բրյուսել։ Այսինքն, եթե հիմա վաղը որոշի, որ այդ առաքելության մեջ պետք է ընդգրկվեն եւս 2000 դիտորդներ եւ 2000-ներ Թուրքիայից, դրա իրավական հիմքերը ստեղծվել է։ Եվ ես կարծում եմ, որ այդ նպատակով, որովհետև այդ մարդիկ հիմա ուրիշ զբաղմունք չունեն, ու ինձ որոշ տեղեկություններ են հասնում, մասնավորապես իմ հայրենի Վայոց ձորից, որ երբեմն նրանք շրջագայում են տարբեր գյուղեր, ոչ սահմանային, եւ ասենք ճշտում են, թե որտեղ են ապրել ադրբեջանցիներ, որ գյուղում, որ տներում են ապրել, այդ տունը կա թե չկա, քանի քառակուսի մակերես է։ Հիմա ասենք, եթե օրինակ Ջերմուկ քաղաքում ապրել են ժամանակին ադրբեջանցիներ, հիմա այդ տները, ընդ որում ի տարբերություն առանձնատների, բազմաբնակարանային շենքերը, այնտեղ խորհրդային ժամանակ, որ իրանք գնացել են, դեռ սեփական աշնորհում չէր եղել։ Այսինքն դրանք համարվել են պետական բնակարանային ֆոնդ։ Ու քանի որ սեփական աշնորհում չի եղել, իրանքի խորհրդային միության քաղաքացի են եղել, այդ ֆոնդի նկատմամբ իրանք իրավունքներ ունեն որոշակի։ Հիմա ասենք, թե եթե նրանք բերեն նրանց Ջերմուկում բնակեցնելու, ենթադրենք, ու այդ տներում արդեն սեփականության վկայականով պատկանում այլ մարդիկ, ոչինչ, մեծ խնդիր չի, պարոն Հապետյան։ Եվրոպական միությունը, ես կարծում եմ, շատ շուտ կդրամադրի դրամական աջակցություն, այնտեղ մի հատ առանձին բնակելի շենքեր կառուցելու համար ադրբեջանցիները, այո, մի հատ թաղամաս ամբողջական։ Այո, հատուկ միջոցներով պաշտպանված ու բնակեցում է ձոր կարգը։ Պարզ է, չէ, որ եթե նրանք պատկերացնում են ադրբեջանցիների գալը Հայաստան, նրանք պատկերացնում են գետոներով։ Այսինքն որոշակի կոնկրետ բնակավայրերում։ Մի հատ հետաքրքիր բան էլ կա, այս վերջերս քննարկում էր կազմակերպված, որը վերաբերում է այս տարվա ընթացքում դպրոցներ փակելու կառավարության նախաձեռնությանը, պլանավորվում է, որ մոտարապես 220 դպրոցներ պետք է փակվեն հանրապետությունում, հատկապես սահմանամերձ բարձր լեռնային
230 Ընդհանուր առմամբ մոտարապես 230 դպրոց։ Ինչն է հետաքրքիր, որ հայերով բնակեցված հիմիկվա սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակում, բայց ես Վայոց ձորը գիտեմ, Վայոց ձորով եմ ասում, էլի։ Չեմ կարծում մյուս մարզերում էլ հետաքրքիր կլինի դա ուսումնասիրել։ Այս նոր դպրոցները, որը իբր սարքում են, որտեղ են սարքում։ Այն գյուղերում, որտեղ մինչև 90-ական թվականները առավելապես ադրբեջանցիներ են բնակեցված։ Օրինակ ասենք հիմա Վայոց ձորում փակում են սահմանամերձ Խնձորուտի, Նորազնապեր, այնտեղ ասենք Բարձունի դպրոցները, բայց Գոմբ գյուղում, որտեղ բնակչությունը շատ քիչ է, համարյա շատ քիչ, նոր դպրոց են կառուցել։ Գոմբը մինչև այդ բնակ ադրբեջանցիներով է բնակեցված 90-ական թվականներին, իհարկե դա հին պատմական գյուղ է, նույնը Եղեգնաձորի տարածաշրջանի Եղեգիս գյուղում։ Այսինքն արդեն նրանք պատկերացնում են իրենց մտքում, որ այդ ադրբեջանցիները հերիք չի որ գալու է, այլ հետներ իրենց համար մեկը դպրոց է սարքում։ Դա պահանջը, չէ՞։ Ու այս ընթացքում շատ վտանգավոր զարգացումներ են ունում։ Օրինակ մի քանի օր առաջ էր, որ այսպես կոչված քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ Ադրբեջանից եկան Հայաստան։ Սա իրենց երկրորդ այցն էր, մի հատ մի պատվիրակություն Հայաստանից է գնացել։ Դե պարզ է, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտ ներկայացուցիչ, այտենց կենդանատեսակ Ադրբեջանում գոյություն չունի։ Ասենք դե կարան լինեն հազվագյուտ այլ կենդանիներ, ասենք օրինակ Բեզուայրյան այց կարան լինի նաև Ադրբեջանում, բայց քաղաքասարակության ներկայացուցիչ կենդանու տեսակ Ադրբեջանում չկա ու օբյեկտիվորեն չի կարա լինի։ Ու պարզում է, որ նրանք ովքեր որ Հայաստանից են ներկայանում, նրանք էլ այդ խմբին չեն պատկանում։ Որովհետև նրանք Հայաստանի հասարակության ոչ մի շերտ չեն ներկայացնում։ Օրինակ ծրագրի համակարգողը Արեգ Քոչինյանն է, որը 18-ից 20 թվականներին եղել է Արմեն Գրիգորյանի հետ անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար, դրանից հետո հիմնել է մի հատ անհասկանալի կազմակերպություն, այդ հայկական պատվիրակության 19 հոգուց 5 կազմակերպությունից են։ Ու նրանք իբր ներկայացնում են հայ հասարակությունը, իհարկե չէ։ Ու այս ինչ է նշանակում, չէ, որ ասենք ադրբեջանցիները կարող են գալ ու իրանց տեղ գտնվելու այդ ադրբեջանցիների գալու օրը, մեկ է պարզում է, որ տեսանյութեր են տարածում, որ ինչ-որ երկու ադրբեջանցին այս անհասկանալի կենդանու նման G-կլասի Mercedes-ով շրջագայում են Հայաստանի տարբեր բնակավայրերում, ադրբեջաներեն խոսում են, տեսանյութեր են տարածում, հայկական բնակավայրերը ադրբեջանական անվանումներով ներկայացնելով։ Ու երբ որ մամուլը արձագանքում է հասարակությունը անհանգստություն հայտնում, ԱԱՑ-ին հարցում են անում, ասում են նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, եւ որպես Ռուսաստանի քաղաքացի եկել են Հայաստան ու գնացել են։ Հետո ինչ որ Ռուսաստանի քաղաքացիներ են։ Դուք Ֆրանսիայի քաղաքացի եւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող Մուրադ Փափազյանին թողնում եք, որ մտներ Հայաստան ազգության փայ։ Բայց ադրբեջանցուն ո՞նց է թողել որ մտի։ Ասենք պատկերացրու Ռուսաստանում քանի միլիոն Հայաստանի քաղաքացի կա, որ նաև G-կլասի Mercedes ունի։ Նրանք հիմա կարան Ռուսաստանից մտնեն Ադրբեջանի տարածք, այդքան Սումգայիթում վիդեոներ նկարեն, ուսես տարածում, ասենց հանգիստ Ադրբեջանի տարածքից դուրս գան։ Մի պատկերացրեք, դա հնարավոր չի։ Լեհաստանում ես հիշում եմ մայստրո Քշիշտոֆ Պենդերեսկին, որ ողջ էր, Բաքվում իր համերգն էր նախատեսված, ինքը պիտի գիտե վիզա չէին տվել Պենդերեսկու, որ գնա Պենդերեսկուն, աշխարհահռչակ կոմպոզիտոր, իր հայկական արմատներ ունենալու եւ Հայաստանի նախագահի կողմից պետական պարգևի ստանալու պատճառաբանությամբ։ Ռուսաստանից նվագախումբ է գնում Բաքու, համերգի, Ռուսաստանի քաղաքացի երաժիշտներ։ Ադրբեջանի ԱԱՑ սահմանապատ ծառայությունը նայում ազգությունը հայ հետ ավարտում։ Ասում ես մի ջութակներ դու չնվագեն, ոչինչ։ Որտեղ դու կարող ես նաև ջութակարի անվան տակ ես մարդու արկում, չէ՞ երկի։ Բայց դու ո՞նց ես թողնում ադը։ Ու սա ինչի է քարոզչական իմաստով արում, չէ՞, ու ինչի հատկապես Ռուսաստանից, որովհետև Հայաստանից գնացած ադրբեջանցիների մեծ մասը, նրանք մեծ մասը դրանք մահացել են, ասենք, եթե մարդը 50 տարեկան ասից գնացել է, 30 տարի անցել է, նա բաղոց չկա, չէ՞, ասենք դրա ժառանգների մասին պետք է խոսքը լինի մեծ մասը։ Նրանք Ադրբեջանում չեն ինտեգրվել հասարակ, մեծ մասը Ռուսաստան են գնացել։ Եվ հիմա չի բացառում, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագրին
մասնակից դարձնեն հենց Ռուսաստանում ապրող ադրբեջանցիներին, որպես Ռուսաստանի քաղաք, որովհետև իրանց տեղ գալու նաև իրավական կարգավիճակի իմաստով խնդիրները ավելի քիչ են։ Այո։ Շատ, որպեսզի ժամանակը շատ բան չանեմ, կարճ մի նախադասությամբ այդ տրիպին ասեմ, ես լրիվ կիսում եմ Սուրենյանցի գնահատականները, որ Իրանում ծավալող իրադարձությունները երկու դեպքում էլ տրիպի համար վտանգ են, բայց Սուրենյանցի մի առումով տարբերվող կարծիք ունեմ, որ դուք տրիպը դիտարկեցիք որպես միջազգային տրանսպորտային հաղորդակցության ուղի եւ Պարսկաստանի կարգավիճակի որևէ փոփոխություն միջազգային հաղորդակցման իմաստով, բայց ադրբեջանական ընկալումներում տրիպը միջազգային չի, ինքը Ադրբեջանի մի մասը մյուսի հետ կապելու ծրագիր է ընդամենը։ Եվ այդ իմաստով Իրանում ծավալվող իրադարձություններն ունեն այն վտանգը, որ եթե Ադրբեջանը տեսա, որ այն ստորագրված պայմանագրերով ինքը չի կարող այդ հասանելիությունը ապահովել, շատ մեծ վտանգ կա, որ դա կանի ռազմական ճանապարհով եւ ադրբեջանական գրառումներով ԱԹՍ-ի գրողը ադրբեջանական օբյեկտների վրա կարծում եմ հենց ադրբեջանական սադրանքա այդ գործողության հողը Ես այդ հարցն եմ ուզում ձեզ տալ, պարոն Ղազարյան։ Այս Իրանի շուրջ ծավալող իրադարձությունները մանավանդ այդ Նախիջևանի երեկվա միջադեպը վտանգ ստեղծում է, որ այս գլոբալ պատերազմի համատեքստում կարող է այդ ադրբեջանական ագրեսիային ականատես լինել։ Կարող ենք հղում անել միայն պաշտոնական իրադարձություններին, դրանից անմիջապես հետո Իլհամ Ալիևը հրավիրել է Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, տվել է շատ կոնկրետ հանձնարարություններ Ադրբեջանի զինված ուժերի եւ սահմանապահ ծառայությանը, որոնք հիմա վերվել են մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանին, սպառնացել է Իրանին, որ նման սադրանքները չեն մնալու անհետևանք, հղում անելով նաև Հայաստանի հետ իր տարած պատերազմի եւ ընդդեմ ունեցած հաջողություններին, եւ ըստ էության սա հուշում է, որ Ադրբեջանը ինքն է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողության սցենար, սպասելով իհարկե իրանք վերջին շրջանում ցույց է տալի, որ իրանք չեն շտապում իրենց որոշումները կայացնելուց, հանգիստ են գործում եւ այդ հանգստությունը լրացիչ վտանգներ է ստեղծում մեր համար։ Իհարկե մենք կարող ենք շատ մեծ անհանգստություն չունենալ, որովհետեւ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը Քրիստինե Գրիգորյանն է։ Շնորհակալություն, հիմա ես ելույթի համար խոսքը փոխանցում եմ Հայաքվի ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչ, պատմական գիտությունների տեխնացու, բայց երևի արդեն դոկտոր նոր ուղումով Մենուա Սողոմոնյանին։ Շատ շնորհակալություն նախաձեռնության համար եւ գործընկերներին նույնպես շնորհակալ եմ։ Ես իմ խոսքի ներածական մասը հենց թրիփով սկսեմ, որովհետեւ ձեր հարցադրումներից մեկն էր թրիփը, պարոն Սուրենյանց։ Թրիփը ուզենք թե չուզենք մեր տարածաշրջանում ինչ-որ նոր իրողություն է ստեղծել աշխարհաքաղաքական։ Ոչ այդքան շատ հիմնավորված, բայց համենայն դեպս ինչ-որ նոր իրողություն է ստեղծել ու մենք այնքան որպես հունիսի 7-ից հետո գուցե ազգային համաձայնության ինչ-որ շրջանակի ներկայացուցիչներ կամ դրան աջակցողներ, այնքան ծանր ժառանգություն ենք ստացել, որ այս նոր իրողության պայմաններում չենք էլ կարող կտրուկ գործողություններ կատարել, ինչքան էլ մեր շահերից շատ բաներ չեն բխում, չենք կարող կտրուկ շարժումներ անել եւ ստիպված ենք այդ իրողությունների հետ հաշվի նստել եւ թրիփի հետ կապված բնականաբար միակ բանը ռեալիստական այս պայմաններում որ պետք է անենք վերաբանակցելն է, նրա պայմանների որոշակի վերաբանակցումն է, որովհետեւ եթե ճահիճ ես ընկնում եւ կտրուկ շարժումներ ես անում, ավելի ես արագացնում քո խորտակվելը կամ երբ որ զրոյական կետից ես սկսում, ինչպես որ ինքն էր ասում։ Իսկ ընդհանուր առմամբ այդ թրիփի հետ կապված ընկալումները, որ փորձում են ձևավորել, իբրև թե դա խաղաղություն բերող գործիք է, դա մոտավորապես նույնն է, ինչ որ եթե ունես մեքենայի անսարքություն, գնում ես ընթացագործի խադավիկի մոտ եւ տեսնում ես, որ խադավիկը
քո մեքենայի անսարքությունը վերացնելու համար ոչ թե օգտագործում է, ասենք, մուրճը եւ հայերեն անունը պլասկագուպցին, այլ սկսում է աշխատել լանցետով եւ պինցետով, բժշկական գործիքներով, որով որ մարդու օրգանիզմի հետ են գործանում։ Ինչու եմ այսպես ասում։ Այսպես եմ ասում այն պատճառով, որովհետև թրիփի հետ կապված, երբ որ կարդում ենք նաև այդ բովանդակությունը եւ լսում ենք այն մեկնաբանողներին, իշխանության ներկայացուցիչներին, ասում են թրիփը տնտեսական փող կապակցվածություն ստեղծելով խաղաղություն է բերում։ Տնտեսական փող կապակցվածություն ստեղծելով խաղաղություն լինում է ժողովրդավարական երկրների միջև հարաբերություններում եւ առանձնահատուկ այլ պայմաններում, երբ որ այդ տնտեսական փոխադարձ կապերը շատ էական են, շատ նշանակալի են, մեկը մյուսի տնտեսությունով է ապրում։ Այդ լիբերալ գործիքով փաստորեն ուզում են ռեալիստական անսարքությունը վերացնել, որը որ մեր տարածաշրջանին բնորոշ չէ, այդ գործիքով հնարավոր չէ խաղաղություն բերել մեր տարածաշրջանին, տնտեսական փոխկապակցվածության գործիքով, նախ եւ առաջ որ Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունները որակական առումով իրար հետ առնչություններ որպես այդպեսին չունեն եւ հնարավոր չի ստեղծել այդպիսի փոխադարձ կապեր, կապակցություններ եւ երկրորդ մեկ այլ կարևոր պայմանը ժողովրդավարության հանգամանքը թե Հայաստանի, թե Ադրբեջանի պարագայում իսպառ բացակայում է։ Հետևաբար մեր ռեալիստական գործիքը անվտանգության եւ խաղաղության համապարփակ անվտանգությունն է։ Անվտանգություն, որը ոչ միայն իմաստը տեխնոլոգիական զարգացած արդիականացված բանակն է, մարզված լավ վիճակում գտնվող ու մեծաթիվ պահեստազորն է, զսպման կարողություններն են, այսինքն ոչ միայն ռազմապաշտպանական համակարգն է, այլև մի քանի այլ կարևոր բաղադրիչներ, որոնց մասին եւս խոսք գնաց պարոն Սուրենյանցի հարցադրումների մեջ, եւ դրանցից մեկը ընկալումներն են։ Անվտանգությունը միայն, ինչպես նշեցինք, ռազմապաշտպանական կարողությունները չէ, անվտանգությունը նաեւ ընկալումների, վտանգի ընկալման adekvatության մասին է եւ այդ վտանգի ընկալման կամ անվտանգային ընկալման կառավարելիության մասին է։ Համարժեք ենք արդյոք ընկալում այդ վտանգը, թե ոչ։ Ես անձամբ ունեմ տպավորություն, որ առաջ 10 տարի առաջ կամ 15-20 տարի առաջ մեզ մոտ մի քիչ այսպես շատ էր արխային վիճակը, չափազանցված վիճակը, թերագնահատումը հակառակորդին եւ նրա պատերազմին պատրաստվելուն մեր կողմից ոչ adekvat արձագանքը, նորագույն պատերազմավարման մեթոդներով չկազմակերպվելը։ Հիմա լրիվ ուրիշ ծայրահեղության մեջ ենք ընկել, ազգովի լրիվ ուրիշ ծայրահեղության մեջ ենք ընկել, իսկ հիմա վտանգի ընկալումն է խիստ չափազանցված։ Զգուշանալը մի բան է, այո, վտանգը ճիշտ դիտարկելը եւ տեսնել ինչպես են իրենց կարողությունները զարգացնում, դա հասկանալը եւ ժողովրդին այդ մասին ճիշտ ներկայացնելը եւ համապատասխան քայլեր անելը, դա մի բան է, բայց մեկ այլ բան է, երբ որ անընդհատ վախը օգտագործվում է, անընդհատ վախեցնում են ժողովրդին։ Վախը օգտագործում է որպես իշխանություն պահպանելու միջոց։ Այդ վախը հավաքական վախի է վերածվում։ Երբ որ խմբի անդամների մի մասը, ում որ բնորոշ չէ վախը, նրա գործողությունները այն պայմաններում, երբ որ խմբի մյուս անդամները վախենում են, բնականաբար արդյունավետ չի լինում։ Եվ հիմա այդ վախը մեզ մոտ ստեղծել է համակարգային որոշակի խոցելիություն։ Ու մեր հայրենակիցների այն մասը, ովքեր որ քվեարկում են այս իշխանությունների օգտին կամ պատրաստվում են քվեարկել այս իշխանությունների օգտին, ամենակարևոր ստիմուլը նրանց համար, մեր հայրենակիցների այդ մասի ամենակարևոր ստիմուլը հենց վախի գործոնն է։ Վախի գործոնն է, բայց ոչ թե այն իմաստով, որ նրանք մտածում են, որ Փաշինյանից բացի ուրիշ ոչ ոք չի կարող անվտանգային անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել, ոչ, այլ պարզապես նրանք մտածում են այսպես, որ այս պայմաններում անհաղթահարելի է Ադրբեջանը եւ միակ ձևը այդ վախից խուսափելու, պատերազմից խուսափելու զիջում անելն է։
Զիջում անելն է եւ զիջում անելու միջոցով պարզապես ժամանակային առումով հեռացնելը։ Սա կարծում եմ կարևորագույն հանգամանքն է խաղաղություն եւ անվտանգություն ունենալու տեսանկյունից։ Եթե մեզ բնորոշ է այդ համակարգային խոցելիությունը, երբեք մենք չենք հասնի անվտանգության ու խաղաղության։ Իսկ այս իշխանությունները ուզում եմ կրկնել, որ վախի հանգամանքը օգտագործում են որպես իշխանություն պահպանելու միջոց։ Մյուս կարևոր հանգամանքը, որ վերաբերում է եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմին, այս պարագայում վախին որպես մեր հավաքական խոցելիություն գումարվում է նաև ատելությունը, ներքին, ներազգային ատելությունը։ Եկեղեցու դեմ արշավը մարդկանց բաժանում է տարբեր բանակների։ Եկեղեցու կողմնակիցներ եւ, չգիտեմ, հակառակորդներ, օրինակ, այսպես ասենք, կամ Փաշինյանի կողմնակիցներ, հակառակորդներ։ Եվ վախին գումարվում է նաեւ մեկ այլ կարևոր հանգամանք ատելությունը, ներազգային ատելությունը, անհանդուրժողականությունը, որը ել ավելի խոցելի է դարձնում մեզ։ Եվ երրորդը, որը որ վերաբերում էր դեմոգրաֆիային, իմ գործընկերը Էդգար Ղազարյանը հղում արեց փակվող դպրոցների հանգամանքին, ես եւս ուզում եմ սա շեշտադրել։ Այո, այսօր 230 դպրոց հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության անվան տակ կանգնած է փակման առաջ, եւ դրա չափանիշը պարզապես 100 աշակերտն է, շատ մեխանիկական այսպես որոշում։ 100 աշակերտ կա դպրոցում, կպահենք, 100 աշակերտից ցածր է 99 աշակերտ է, ուրեմն այդ դպրոցը պետք է փակենք։ Այդ կարևորագույն խնդրի վերաբերյալ ես չգիտեմ, brainstorm անելու 5 րոպե ժամանակ էլ երևի չեն նվիրել այդ լավ կանխավարկածով իհարկե։ Եվ այսպիսի որոշման են եկել։ Արդյունքում 215 բնակավայր, որտեղ որ դպրոցը միակ դպրոցն է, 215 բնակավայր, գյուղերի մասին է խոսքը, 215 գյուղ կանգնում է դատարկման առաջ, դատարկման սպառնալիքի առաջ։ Այդ 215 գյուղերի 1/4-ը, 55 գյուղը գտնվում է Սյունիքի մարզում։ Ներողություն, գտնվում է սահմանամերձ շրջաններում։ 55 գյուղ սահմանամերձ գյուղ է, որը որ կանգնած է դատարկման առաջ։ Եվ այդ 55 գյուղի կեսը գտնվում է Սյունիքի մարզում։ 27 գյուղ սահմանամերձ այդ կարգավիճակը ունեցող Սյունիքի մարզում են գտնվում։ Եվ մի կարևոր վիճակագրություն էլ նշեմ, որ վերջին 5 տարիների Հայաստանի Հանրապետության մարզերի դեմոգրաֆիական ցուցանիշների այդ վիճակագրության տեսանկյունից ամենավատ ցուցանիշը ունի հենց Սյունիքի մարզը, որտեղից ավելի քան 10,000 մարդու բացասական բան է եղել, այսինքն արտահոսք է եղել։ Սյունիքի մարզի բնակչությունը ավելի քան 10,000-ով պակասել է։ Այսքան է, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ շատ համապարփակ խոսքի համար։ Երույթի համար ձայնը տալիս եմ ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանին։ Շնորհակալ եմ։ Դեմոգրաֆիական հարցերի հետ կապված իրոք կա նման խնդիր, բայց ես կուզեի, որ մի քիչ մենք անկեղծ լինենք եւ մեր այս ֆորմատը օգտագործենք նաեւ անկեղծ զրույցի համար մեր հանրության, մեր քաղաքացիների հետ, որտեվ մարդիկ չեն կարողանում ապրել այդ մարզերում, սահմանամերձ գոտիներում, աշխատանք չլինելու պատճառով առաջի հերթին։ Ես վստահ եմ, որ մեր հայրենակիցները այնքան քաջություն եւ տոկունություն ունեն, որ ինչպես Ղարաբաղյան պատերազմի տարիներում դժվարություններ տեսնելով, նույնիսկ պատերազմի վտանգի տակ ապրել են եւ արարել են իրենց համայնքներում, իրենց գյուղերում, հույս ունենալով, որ իրենք կարողանան ստեղծել լավ համայնք, լավ կյանք, տուն, տեղ, մի խոսքով։ Այսօր խնդիրը ուրիշ է։ Այսօր մարդիկ հերիք չոր չունեն աշխատանք, չունեն հեռանկար, նաև հույս էլ չունեն, որ ինչ-որ լավ բան լինելու է։ Եթե մենք հիմա անկեղծ լինենք, եթե մենք լինեինք այդ մարդկանց փոխարեն, այստեղ նստածներս մեր ընտանիքներով, ինչի անկեղծ լինելով կարելի ասել, մենք է կմտածեինք, գնանք Երևան, աշխատանք գտնենք, մեր ընտանիքը պահենք եւ
Կարելի է նաև ասել, եթե շատ անկեղծ լինենք, մեզ խոսելը ստեղից շատ հեշտ է, բայց տվյալ մարդիկ այնտեղ նստած ունեն օրհասական խնդիրներ, որ ոչ կառավարությունը, ոչ ինչ-որ տարբեր կուսակցություններ, որոնք օր ու գիշեր փրկում են Հայաստանը, ոչ մեկ չի օգնելու այդ մարդկանց, եւ մարդիկ մնացել են մենակ։ Օգտվելով առիթից ասեմ, որ վերջերս ինձ նամակ էին գրել, հենց Սյունիքի մարզից, ես դրա մասին խոսել եմ Եվրոմեդիայով, նամակ էին գրել, ասում են հողերը չենք կարողանում մշակել, գյուղը դատարկվում է, կոնկրետ անուններով, համայնքով, ամեն ինչ իմ մոտ նշված է, ես դրա մասին խոսել եմ, եւ այդ մարդիկ անճար վիճակի մեջ են։ Հիմա սրանք խնդիրներ են, որոնք ավելի ընկալելի են եւ ավելի լուրջ են, քան նույն թրիփի մասին տարբեր մարդկանց, այդ թվում իմ վերլուծությունները, որտեղ եթե իրենք խոսում են այսօր թրիփի մասին, կամ ես եմ խոսում, այդ մարդկանց համար դա մի ֆանտաստիկ կամ չգիտեմ, դեռևս չիրականացված բան է, որը իրոք ունի իր վտանգները, իր խնդիրները, դրա մասին առանձին խոսենք, բայց զուտ տեխնիկական առումով, կենցաղային առումով մարդիկ ուղղակի հիասթափվում են։ Ընտրությունից ընտրություն լսում են խոստումներ, այս կառավարությունը 7 տարի, 8 տարի փաստացի, ինչ խոստում ասես տվել եմ, ինչ ասես, այսօր էլ ավելի շատ խոստումներ է տալիս, բայց իրական կյանքը դրանում է։ Ասում են, որ ասֆալտ ենք արել, դպրոց ենք վերանորոգել, գիտեք ոնց, դա կառավարության աշխատանքն է եւ դրանով անդադ մատնացույց անել, որ մարդիկ գնան իրենց ընտրեն կամ որպես լավություն ներկայացնել մարդկանց, կարծում եմ ճիշտ չի։ Այլ լավը կլներ են, որ այնպիսի ռեֆորմներ իրականացվեր, որ Երևանում ապրող մարդը ուզենար գնար սահմանամերձ Սյունիքի գոտում ապրեր, այնպիսի պայմաններ ստեղծվեր այդ մարդկանց համար։ Դա չկա։ Հետևաբար դրա համար էլ Երևանը այսպիսի գերծանրաբեռնված է, այսքան շինարարություն է ստեղ իրականանում, անշարժ գույքի գներն են բարձրանում, մեքենաները ավելի շատ են, քան ապրող մարդիկ, շնչելու օդ չկա, աղտոտվածության մասին էլ չեմ խոսում, մի խոսքով դրական որևէ հույս կամ դրական բան գոյություն չունի, մարդիկ չեն հավատում։ Եվ եթե սոցհարցումներն ենք նայում, իհարկե ես չեմ հավատում այդ սոցհարցումների մեծ մասին, որտեղ մեծ մասը դրանք պատվերով համերգներ են, բայց ամենայն դեպս մարդկանց մեծ մասը ցանկություն չունի մասնակցելու ընտրություններին։ Ուղղակի չեն ցանկանում մասնակցել։ Ինչի, որովհետև անկեղծություն չեն տեսնում։ Սա այս մասով ինչ վերաբերվում է բուն մեր քննարկմանը, նայեք, հիմնական թեմաներից մեկը նաև տեղեկատվական պատերազմն է։ Մենք բոլոր հարցերից խոսեցինք, բայց ես կուզենայի նաև տեղեկատվական պատերազմի մասին խոսել։ Տեղեկատվական պատերազմը Ադրբեջանը իրականացնում է շատ վաղուց, եւ իրենց մոտ դա հետաքրքիր է, որ շատ անգամ ավելի մեծ ազդեցություն է թողում մեր բնակչության վրա, քան որ լինեին իրականում այլ գործողություններ, որովհետև մարդկանց հոգեբանության մեջ նստած ստերեոտիպներ կան, որոնք որ չեն թույլ տալի մարդկանց մեկ քայլ ավել մտածել։ Այսօր Արևմտյան Ադրբեջան գաղափարախոսության տարածումը այնպիսի թափ է հավաքել, որ մարդիկ նույնիսկ չեն էլ ուզում դրա մասին sense խորապես մտածեն, որ երբ որ պարոն Նահապետյանը կամ այլ մասնագետներ խոսում են ինչ-որ բանի մասին, ասում են, աննախ տես ինչ են խոսում, երևի իրանց բանա շահերից է բխում խոսում են, բայց չեն ուզում խորապես հասկանան, որ Դուբայի կամ Աբու Դաբիի երկնաքերներն էլ ոչ մեկ չէր սպասում, որտեղ կարող է ինչ-որ մի հատ, չեմ ասում, պայթյուն, մի հատ թեթև վտանգ լինի, որտեղ միլիարդավոր դոլարների ներդրումներ է այդտեղ։ Այսինքն մենք գալիս ենք հասնում ենք այն մտքին, որ տնտեսական ներդրումները այսօրվա աշխարհում երաշխիք չեն, որ այդ տարածքում տեղի չեն ունենա այն բաները, որը տեղի են ունենում։ Որովհետև մենք տեսնում ենք, չէ, Աբու Դաբիի ամենաթանկարժեք հյուրանոցներում, որտեղ միլիոնավոր դոլարներ է մի քառակուսի մետրը, այսօր դրոնը գալի պայթացնում է։
Մարդիկ 5,000, 10,000 հոգի մնացել են օդանավակայաններում, այն օդանավակայաններում, որոնք աշխարհի ամենալավագույն անվտանգության համակարգ ունեն։ Ինչա այդտեղ ներդրումներ չի եղել, ինչա այդտեղ, չգիտեմ, լուրջ տնտեսական բաներ չի ներդրվել, ծրագրեր կամ անվտանգային ծրագրեր, կամ աշխարհի գերտերությունները այդտեղ շահեր չունեն, ունեն, բայց տեսակ ինչ եղավ։ Հետևաբար նույն թրիփը կապել տնտեսական անվտանգությունը կապել իրական անվտանգության հետ 21-րդ դարում, կարծում եմ ուղղակի ինքնախաբեությունը։ Երկրորդը պատերազմի եւ պատերազմների մասին։ Այս իրավիճակում մենք տեսնում ենք, որ անպայման չի որ իշխանությունները սենց ինչ-որ հատուկ խաղաղասիրական նկրտումներ ունենան ու դրանով փրկեն երկիրը պատերազմներից։ Եվ նաև անպայման չէ, որ մարդիկ տոկուն լինեն, ինչ-որտեղ զիջողական չլինեն, ինչ-որ բաներում նաև իրենց ազգային շահերը պաշտպանեն ու տենց միանգամից իրանք լինեն պատերազմների կողմնակիցներ։ Սա շատ հարաբերական է այն աշխարհում, որտեղ հարցերը արդեն լուծվում են ուժով։ Հետևաբար մենք տեսնում ենք, որ ով ուժեղ է, ինքը թելադրում է, աշխարհում այլևս չկան խաղի կանոններ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, իրավապաշտպան միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այն ինչը Իսրայելը իրականացրեց Գազայում, այն ինչը իրականացվեց Դոնբասում, մի խոսքով տարբեր տեղեր, իհարկե առաջին հերթին Արցախում, մենք տեսանք, որ աշխարհը այսպես հանգիստ աչք է փակում, որովհետև այսօր էլ մենք տեսանք, թե ոնց կարող են ինչ-որ մի երկրի նախագահի գալ իր ննջարանից գողանալ։ Այդ այսօրվա աշխարհի կանոնները։ Հետևաբար վախացնել մարդկանց, որ եթե լինի իշխանության փոփոխություն, կարող է ինչ-որ բան այնպես չգնալ, որտեղ իրենք խաղաղասեր են, սա հերթական ընտրական մանիպուլյացիաներ են, որը բերելու է զրո արդյունքի։ Մարդիկ դա հասկանում են, բայց մի այլ առումով էլ մարդիկ վախենում են պատերազմներից եւ պրոբլեմներից, որովհետեւ ամեն ինչ մարդկանց հիշողության մեջ թարմ է, ոչ մեկ չի ուզում պրոբլեմներ, մեր հասարակությունը եւս։ Եվ եթե անկեղծ լինենք, այսօրվա մեր հասարակությունը տոգորված չէ, չգիտեմ, ինչ-որ ազատագրական պայքարի, պատմական արդարությունների վերականգնման, այդ հարցերով տոգորված չէ։ Մեր հասարակության մեծամասնությունը այսօր ընդամենը ուզում է անվտանգ կյանք, բարեկեցիկ կյանք, հանգիստ կյանք։ Հիմա ով դա կխոստանա ավելի լավ, մեր հասարակությունը գնալու է իրենց հետևից։ Անկախ նրանից, թե այդ մարդիկ ովքեր են։ Առաջի այսքից թվում է, թե շատ պրիմիտիվ է սա, բայց այդպես է։ Եվ ընդամենը կա մի փոքր հատված հասարակության մեջ, որոնք իրոք շատ ծանր են տանում այս ամեն ինչը եւ փորձում են պայքարել։ Գուցե մենակ Հայաստանին չի սա բնորոշ, շատ երկրներում անման բաներ եղել ժամանակին, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ պարոն Սուրենյանցն է դրա մասին ասեց, մենք պետք է վերականգնողական ճանապարհ կարողանանք անցնել։ Հետևաբար ում հետ եւ ոնց ենք անցնելու այդ վերականգնողական ճանապարհը։ Վերականգնողական ճանապարհ անցնելու համար առաջին հերթին մեր երկրի պետք է միասնություն եւ համերաշխություն ներսում։ Եթե մենք դա չունեցանք, պարզ է, մեր վրա էլ կհարձակվեն, մեր ձեռից մի բան էլ կվերցնեն, 300,000 էլ չէ 5 միլիոն կգան ստեղ կբնակեցնեն մարդկանց, մենք ուղղակի կդառնանք օտար մարդ մեր սեփական տան մեջ։ Եվ եթե մենք չկարողանանք այս օրակարգը ձևավորենք, որ մեր ազգը պետք է որոշումներ կայացնի, մեր ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի, ուրիշները մեր փոխարեն որոշումներ կկայացնեն ու կայացնում են։ Դրա համար ես շատ կուզենայի, որ այո, մասնագետները եւս հաշվեն եւ տեսնեն Արևմտյան Ադրբեջան պրոյեկտի վտանգները ինչքանով են։ Պարզ է, չէ, որ դա էլ է ինչ-որ մի պլան B, որի հետևանքով շատ տարբեր էթնիկ ազգություններ, այդ թվում ադրբեջանցիներ եւ կրոնական եւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ կարող են գալ բնակվել Հայաստանում, բայց Հայաստանում չկա որևէ սահմանափակում որևէ մարդու համար։ Հետևաբար հիմա եթե վերցնենք խաղաղության պայմանագիր լինի, հա, տեսականորեն, որին ես չեմ հավատում, մարդիկ կարողանալու են գալ առանց այդ 300,000-ին միանգամից բերելու։ Կամած իրանք իրենց ծրագիրը առաջ կտանեն եւ դրանով ինչ կստեղծեն։
անհանգիստ տասնամյակներ Հայաստանի համար։ Անհանգիստ դա տևելու է տասնամյակներ։ Դա 1-2 տարում մենք չենք տեսնելու, դա տեսնելու ենք տասնամյակներ, եթե մենք շարունակենք այս ճանապարհը սենց գլորվելով գնանք իներցիայով եւ կանգ չառնենք, մի քանի տասնամյակ հետո, ես չգիտեմ ինչ անվանումներ կլինեն, ինչ կլինի, բայց փաստը կմնա, որ հայը իր երկրում չի կարողանա գոյատևել եւ ապրել։ Ինքը թողի կգնա Հայաստանից։ Այսինքն մի հատ էլ Սփյուռքի ալիք կձևավորվի։ Եվ կմնան այն Հայաստանի քաղաքացիները, ովքեր կհանդուրժեն դա, իրանց համար դա նորմալ կլինի։ Ում համար նորմալ չի լինի, նա կգնա այս երկրից, որովհետեւ ես չեմ հավատում, որ եթե հիմա դա կանգ չառնի, 10-20 տարի հետո մեր սերունդների համար այսօրվա մեր խոսացածը կարող է ինչ-որ շատ մեծ կարևորություն լինի, հավատացեք։ 10-20 տարի հետո ոչ մի քաղաքական շրջանակ, ոչ մի վերլուծական շրջանակ, ոչ մեկ սրա մասին այլևս չի խոսելու։ Սա հին խոսույթներ են լինելու, որը նույնիսկ որևէ մեկին չհետաքրքրի։ Եթե այսօր մեր սերունդը, մեզանից ավագ սերունդը, որը տեսել է այս ամեն ինչի պատմությունը, չկանգնացնի այս ամեն ինչը։ Իսկ կանգնացնելու ճանապարհը հետևյալն է. պետք է ընտրել այնպիսի ղեկավարություն, որը կկարողանա իրոք անկեղծ լինել առաջի հերթին իր ժողովրդի հետ եւ կդադարեցնի երկրում պառակտումները, այսինքն կձգտի միասնականության։ Սա ամենակարևոր բանն է։ Իսկ թրիփի առումով պարոն Սուրենյանցի հետ ես էլ մի հատ կետ կա, որի հետ կարող եմ համաձայն չլինել։ Եթե Իրանը մասնատվեց, ես կարծում եմ, որ թրիփի նշանակությունը կարող է էլի գործոն դառնալ, որովհետև այո, ձեր ասած մոդելը իդեալական մոդել է, այսինքն եւ հաղթելու եւ պարտվելու դեպքում թրիփը կորցնում է իր ազդեցությունը եւ նշանակությունը, բայց եթե Իրանը մասնատվեց տարբեր պետությունների ու տեղի ունեցավ այդ process-ը, վերցնենք Լիվիայի օրինակը, Իրաքի օրինակը, հա, հնարավոր է թրիփը էլի ինչ որ պետք լինել իր ամենա այս տարածաշրջանում, դա մի քիչ այս պահին անհասկանալի է, բայց համենայն դեպս որ թրիփը չի կարողանալու անել այն ինչի մասին, որ իբր խոսում էին իշխանական վերնախավում, որ դա կբերի անվտանգության, տնտեսական անվտանգությունը կբերի ռազմական անվտանգության եւ այլն, ելի եմ կրկնում, նայեք Աբու Դաբիին, նայեք Քաթարին, նայեք տարբեր երկրներին, տեսեք, տնտեսական ներդրումները կամ հարստությունը բերեց անվտանգություն, իհարկե ոչ, սա իմ տեսակետն էր, մերսի։ Շնորհակալություն, երբ ես ասում էի, որ թրիփը ակտուալությունը կորցրել է, այս բացարձակապես նկատի չունեի, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց զավթողական քաղաքականությունը չեղարկելու են։ Ես ուզում էի ասել, որ Նիկոլ Փաշինյանի այդքան վկայաբերած իբր թե երաշխիքը այլևս գոյություն չի ունենալու։ Զուտ խոցելիության իմաստով է ես արձանագրում անում։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ հիշեցնել, որ այսօր մեր քննարկմանը մասնակցեցին Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչ Մենրուհ Սողոմոնյանը, Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը եւ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը այս թեմայի շուրջ, նաև այլ թեմաների առաջիկայում մենք նույնպես կկազմակերպենք շահագրգիռ փորձագիտական քննարկումներ։ Շնորհակալություն։